Ամեն տարի UEFA-ն կազմակերպում է սեմինար, մրցավարական սիմպոզիումի շրջանակներում կազմակերպում է սեմինար մրցավարների տեխնիկական հրահանգիչների զարգացման համար, որին մասնակցում են UEFA-ի բոլոր երկրների հրահանգիչները։ Այս տարի այդ սեմինարը անցկացվել է Մալտայում։ Երկու օր տևած սեմինարի ընթացքում UEFA-ի մրցավարական կոմիտեն ներկայացրել է բոլոր կարևոր իրավիճակները եւ թեմաները, որը պետք է ներկայացվեն նաեւ մրցավարներին։ Այսինքն, թե տուգանային հրապարակում կատարվող իրավիճակներ, թե խաղից դուրսի վերաբերյալ եւ թե մնացած բոլոր կարևոր թեմաների վերաբերյալ անցկացվել է այդ սեմինարը։ Այսօրվա սեմինարի ընթացքում մրցավարներին ներկայացվեցին մեր առաջնությունների ընթացքում տեղի ունեցած մի քանի վիճառույց իրավիճակներ եւ քննարկվեցին թե տվյալ իրավիճակներում ինչպիսի որոշում պետք է կայացվեր, որն է ավելի ճիշտ որոշումը տվյալ իրավիճակում, ինչպես նաեւ UEFA-ի մրցավարական կոմիտեի կողմից ներկայացված որոշ թեմաներ, հիմնականում տուգանային հրապարակում կատարվող իրավիճակների վերաբերյալ, այսինքն կա 11 մետրանոց, թե պետք է խաղը շարունակել, ինչպես նաեւ ձեռքով խաղի վերաբերյալ, այս թեմաները մրցավարության համար ամենաբարդ որոշվող իրավիճակներն են։